գոլերով ևս լավ դարպասանքների, ինչ է զգում Հերիկ Մխիթարյանը, երբ որ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով գոլ խփեց աշխարհի լավագույն թիմերից մեկին եւ ըստ ինձ աշխարհի լավագույն դարպասապանին։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ ամենով չես խաղի Իտալիայի դեմ եւ երկրորդն էլ ասեմ, որ իրոք խփած գոլը իմ համար ամենակարևոր գոլերից էր ու դա ոչ միայն գոլեր, այլ ամբողջ հայազգի գոլը, որտեղ մենք բոլորը սպասում էինք դրական արդյունքից, հարց չստացվեց, բայց կարծում եմ, որ հենց այդ պահին ստացած էմոցիաներով բոլորը կարողացան երևի իրանց կյանքը երկարացնել կարելի ասել։ Իսկ Շախտյորում խփած գոլերս ինչի այդպես չեմ նշում, որովհետև ցանկություն եմ ավելի շատ գոլեր եղենակ դառնալ եւ կփորձեմ այս տարի ռեկորդը կրկնել, այսինքն կարողանալ այն սարքել հայ ազգանով։ Ֆուտբոլիստի համար էլ ամենաուժեղացումներից մեկում քարը դա երազանք է, նպատակ է եւ դա իմ նպատակներից էլ է, ես անպայման կանեմ ամեն ինչ, որպեսզի ամռանը հնարավորություն ունեմ տեղափոխվել այլ ակում, բայց եթե չստացվի, փորձեմ անել այն հաջորդ տարի արդեն։ Իսկ ինչ նախասիրություններ ունեք, որ ակումը կցանկանայիք։ Դե կարծում եմ, որ այդ տարիքից դուրս ենք եկել, որ նախասիրություն ունենանք։ Այսինքն, եթե դու լավ ես խաղում, եթե քեզ հետևում են ու առաջարկություն ես ստանում, կարծում եմ, որ ցանկացած ակում տեղափոխվելն էլ դա շատ լավ քայլ կլինի։ Շնորհակալություն։ Մնացած քալերը իշորից մնացել է խաղալ հավաքականից, ես ասնասնեմ բարձր մակարդակով ու մենք հավաքենք մեր աչքերում։ Հայտարարեցին եվրոպական ֆուտբոլի նոր ծագող աստեղ, կարծում եմ դիսի մեծ բացվա յուրայի համար կցանկանի ծափարում։ Լավ, այ հարցեր դալիճից։ Խնդրեմ, դուք, բայց առանց միկրոֆոն ու շատ բարձր պիտի խոսեք։ Երևի թե ես ստեղ կսովորեի։ Չեմ պատկերացնում ինձ կյանքը առանց ֆուտբոլի։ Երևի ես եք փորձեի սովորել, երևի ես։ Հարցեր։ Մեծ պատիվ այն համար ու ես զգում եմ ինչքան կարողանում եմ ավելի լավ եմ պատրաստում ոնց որ ավակ, բայց ինձ թվում է այս տարեքներ հանգիստ կարեն ավակել են, որովհետև մեր լավագույններն են։ Հարց խնդրեմ։
ներկայացնում ենք ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, ուղղակի մեջբերում հասցս ուղղ ինձ շատ ավարտել է միջազգային հարաբերություններ Խնդրում եմ լրություն ասեք հարցին, հա։ Հարցը Հենրիկ Մխիթարյանի կարծիքով այսօրվա լավագույն ֆուտբոլիստը աշխարհում։ Լրություն։ Ըստ բոլոր մասնագետների, եթե հաշվի առնենք վերջին 4 տարիների լավագույն ֆուտբոլիստը, որ Լիոնել Մեսին է, այս տարվա ավարտը տեսնենք ով է լավագույնը, հետո նորից կրկին կխոսանք։ Իսկ ես կարծում եմ, որ տեսագիտական ուսանողների կարծիքով լավագույն ֆուտբոլիստը Հենրիկ Մխիթարյանն է։ Ոնց այլ հարցեր։ Լավ չլսեցի, նորից կկրկնեք։ Հասկացա մի քիչ շատ պրովոկացիոն հարց եք տալիս։ Դալիճի համար խնդրում կրկնենք հարցը։ Կանասանակ ինձ հետ։ Ինչ եք պատրաստում համար։ Անցի չետին գոլ կխփեմ։ Ես ճիշտ ասած շատ էի կարծել հավաքականի Հայաստան գալու եւ իմ ընկերների կարիքը շատ էի զգում Հայաստան գալու համար։ Դրա համար ես շատ մեծ հաճույքով եմ եկել Հայաստան եւ հուսով եմ բոլորն գիտեն, որ ես պատրաստ եմ որ Հայաստանի համար էլի սկսեմ բոլոր խմելը։ Կարգավիճակներում ես հանդես գալիս ֆուտբոլ խաղալիս եւ մեծ ուրախությամբ ես կատարում մարշի հրահանգները, այսինքն տարբեր դիրքերում ես խաղում, այլ որն է քո համար ամենանախնդրելին։ Դե միշտ ցանկացել եմ խաղալ ենթարցակողի դիրքում, բայց երբ զգում եմ, որ մարզիչը կարիք ունի այլ դիրքում խաղացնելու, խնդիր չեմ տեսնում, միշտ պատրաստ եմ թիմին օգնել։ Քո հարցը իրականում ոչ թե պարզ էր, ուղղակի կապ չուներ մեր հետ, որովհետև մենք ասում ենք Հայաստանի ազգային հավաքական, այլ ոչ թե Ռեալ կամ Բարսելոնա։ Իսկ երբ որ մեր ֆուտբոլիստներից որևէ մեկը խաղա Ռեալում, մենք բոլորս բալետ կանենք Ռեալին, կամ Բարսելոնա։ Խնդրեմ։ Միկրոֆոնը որտեղ է։ Նորից ով կուզենայի, որ ձեր մարզիչը լինեք։ Ակումբային։ Չեմ կարող հարցին պատասխանել, որովհետև ես չեմ որոշում, թե ով պետք է իմ մարզիչը լինի, այսինքն ակումբի ղեկավարներն են որոշում։ Ձեր սիրելի մարզիչը։ Իմ սիրելի մարզիչը կարող եմ ասել, որ երկրպագուն Գվարդիոլան։ Խնդրեմ։
կարող եմ ասել, որ դեռ շատ երկար ֆուտբոլային կյանք պետք է ունենանք ու շատ քիչ հանդիպումներ ենք անցկացրել։ Հույս ունենանք, որ ապագա խաղերը կլինեն մեր ամենալավագույնները։ Պորտուգալիայում 96 թ. Ոնց որ Հենոն ասեց, որ դեռ հույսով ենք, որ լավագույնը դեռ ապագայում է, բայց մինչև հիմա ես կարամ ասեմ, որ իմ համար ամենալավ խաղը եղել է Հայաստանում Մակեդոնիայի դեմ խաղը։ Հարցս կուղեմ 3 մետրերի, որն է ըստ ձեզ հաջողության գրավական այս կյանքում։ Շատ լավ հարց եք տալիս, կարծում եմ, որ այս կյանքում ամենակարևորը դա լավ մարդ լինելն է, որպեսզի լինել մարդու կողմից սիրված եւ փոխադարձաբար նաեւ սիրել դիմացինին։ Իմ համար ճիշտ ասած, քանի որ ես երկու երեխայի հայր եմ, իմ համար լավ լավ հայր լինելն է, լավ ծնող լինելն է եւ լավ ընտանիքի տղա, թե ամուսին, թե ընկերներ։ Ես կմիացնեի մեր երկու տղաների խոսքերը ու կասեի նույնը, երկուսը իրար հետ։ Կազմում միանալի կենքին Ցանկանում եմ, որ նրա կարիերայում շատ նման հետրիկների հեղինակ դառնա եւ հենց հարցս էլ ուղղում եմ նրան։ Արդյոք խոսել եք Սպարտակի խաղացող Մարեկ Սուխիի հետ Չեխիայի դեմ խաղի մասին եւ արդյոք նա գիտի ինչպես պայքարել Հայաստանի հավաքականի դեմ։ Նախ շնորհակալություն Հենրիկի լավ խոսքերի համար, Հենրիկի։ Այո, խոսել եմ ես իր հետ, շատ ենք զրուցել, իրանք պարզապես գիտեն մեզ արդեն, շատ են նայել խաղերը եւ ես համոզված եմ, որ արդեն սաղ աշխարհը գիտի մեր մասին, մեր հավաքականի մասին, մեր թիմը ոնց է խաղում դրա համար։ Խալանթարյանը, որին եւս ողջունում եմ։ Ուրեմն արդեն Մարտի 26-ին ընդառաջ արդեն սկսվել են բազմաթիվ խոսակցություններ Չեխիայի հետ խաղի կապակցությամբ եւ երկրպագուներով մենք բոլորս ասում ենք, որ դուք հաղթելու եք։ Դա մեր ցանկությունն է, մեր ամբիցիաներն են ու իսկապես այդպես ենք ուզում, սակայն օբյեկտիվորեն նայելով հարցին մեր հույսը հիմա ըստ էության այստեղ նստած 3 ֆուտբոլիստներն են, հատկապես Ռոման Բերեզովսկին, մեր սիրելի դարպասապահը, որովհետև ունենք մեծ խնդիրներ հատկապես պաշտպանությունում, Կարլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը բացակայում են, Արա Սոսպիլիսը արդեն վնասված ստացավ եւ 3 Էդուարդ Խալանթարյանն էլ իր հոդվածում նշել էր, որ բավական մեծ պատասխանատվություն կարծես թե ընկնում է մի քանի ֆուտբոլիստների վրա։ Եվ այնտեղ հարց էր բարձրացված, նախ ուզում եմ հարցնել ձեզ, արդյոք դուք պատրաստ եք այդ մեծ պատասխանատվությանը, որովհետև մենք ձեզնից միայն հաղթանակ ենք ուզում։ Եվ քանի որ այստեղ հիմնականում տնտեսագիտական համալսարանի ուսանողներն են, ուզում եմ Էդուարդ Խալանթարյանի բարձրացրած հարցը եւս այստեղ հնչի։ Արդյոք բոլորս միասնական առանց հաշվի առնելու Red Eagles թեփը գնալու ենք ստադիոն ու երկրպագենք մեր հավաքականին։ Դուք անդրադարձաք պաշտպանությանը։
չեն լինում ընդհանրապես 4 կամ 5 պաշտպաններ, լինում է թիմային պաշտպանություն։ Եթե խոսում ենք պաշտպանությունից, ուրեմն ամբողջ թիմը լավ թիմային պաշտպանություն չի կարողանում կատարել։ Եվ ըստ դրա պետք է կարողանանք ամբողջ թիմով կատարել այդ գործողությունը։ Ուրեմն պետք է կարողանանք պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա եւ ցանկացած ֆուտբոլիստով մտմախադաշտ երբեք չի մտածում, որ այս խաղը ասենք բախկվեմ մի քիչ, ինձ չտենան կամ պաս չուզեմ։ Այսինքն ցանկացած ֆուտբոլիստով մտմախադաշտ պետք է կարողանա մեծ պատասխանատվությամբ դուրս գալ խաղադաշտ եւ կարողանալ մտածել, որ եթե ես այսօր հաղթեմ, իմ մենակայքերս անպայման կհաղթեմ ամբողջ խաղը։